Ընկերներ ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր խոսելու ենք Ռաբիզի մասին, գիտենք բոլորովին վերջերս համալիրում տեղի ունեցավ Թաթուլ Ավոյանի համերգը 60-ամյակի առթիվ եւ այդ համերգը Թաթուլի մեծ աղմուկի պատճառ դարձավ, Facebook-յան սրաչ եղավ եւ այն մարդիկ, ովքեր դատապարտում էին Ռաբիզը, անդագանքի սյունին էին գամում, ժողովրդին մեղադրում էին տգիտության մեջ, թուրքական երաժշտության պրոպագանդայի մեջ, իբրև թե տգետ, այդ ողորմելի մարդիկ կտրված իրենց ազգային ինքնությունից թուրքական երաժշտություն են լսում, եւ կային նաեւ շատ ավելի adekvat մարդկային խմբեր, որոնք մի փոքր այլ դիրքավորում ունեին։ Ինչևից է, մինչև բուն թեմային անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-ան ալիքին 1991 հավանել տարածել ընդհատակից զրույցները, ինչը շատ կարևոր է մեր նախաձեռնության համար։ Գիտեք, Ռաբիզի քննադատության մեջ երկու ատրիբուտներ կան, որոնք երբեմն մեկտեղում են, երբեմն անջրպետվում։ Առաջին քննադատությունը որն է, որ դա իբրև թե թուրքական երաժշտություն է, կապ չունի ազգայինի հետ, մեր ազգայինը Կոմիտասն է, մեր ուսանական ազգային երաժշտությունը, Արամ Խաչատրյանը եւ այլն, եւ այդ թուրքական արևելյան մուղամը աղբը մեր հետ կապ չունի։ Առաջինը դա է եւ քննադատության երկրորդ բաժինը կամ ատրիբուտը նա որ դա ցածրորակ երաժշտությունը, ցածրորակ վատ երաժշտությունը, որը չարժի լսել, որով չարժի սերունդներ մեծացնել, սերունդներ դաստիարակել եւ մարդիկ մեր ազգային դժբախտությունների պատճառը հենց տեսնում են դրա մեջ ասում։ Այդ տեսեք, մենք ունենք տգետ սերունդ, տգետ հասարակություն, Ռաբիզ լսող, Ռաբիզ, այդ նիվայի աշիկ քշողներ, քշող հասարակություն կամ այդ ամետ մշակույթը սիրող հասարակություն, դրա համար էլ մեր այդ sense դժբախտություններ տեղի ունենում։ Ես մի հատ շատ հետաքրքիր միտք եմ առանձնացրել Կնքահայրը ֆիլմից երրորդ մասի, երբ որ Մայքլը Քեյի հետ խոսում է իր աշխատասենյակում, այդ ատելությամբ լցված կինը Մայքլ Կարլեոնեին, մաֆիայի Կոզանոստրայի պարագլուխին, այսպեսի մի միտք ասում, ասում է հիմա երբ դու այդքան հարգարժան ես դարձել, դու ավելի վտանգավոր ես, երբ հասարակ գանգստեր էր, ավելի է ինձ դուր գալիս։ Ինչ կապ ունի այս միտքը մեր խնդրող առարկայի հետ, իրականում շատ մեծ կապ ունի, ինչ նկատի ունի կինը Քեյը Մայքլին եւ Մայքլին վերաբերող այս միտքը, ինչի համար է սա ասում, ֆիլմը ոնց է սկսում, չէ՞, Մայքլը կտրված է իր գանգստերական իրականությունից, որտեղ ինքը մարդիկ էր սպանում, մարդ սպանելու պատվերներ էր տալիս, փողեր էր լվանում, կազինոներում, մարմնավաճառության մեջ եւ այլն։ Հիմա ասում է դու դարձել ես հարգարժան մարդ, բարեգործությամբ ես զբաղվում, քեզ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին բարձրագույն պարգևի է արժանացնում, մեդալ է տալիս եւ այլն։ Այսինքն ինչ ասում ես, ասում դու հիմա նույն մարդասպանն ես, նույն գանգստերն ես, բայց քողարկված ես բարեգործության եւ եկեղեցու այդ հումանիստական շղարշով, այսինքն դու երեսպաշտ ես, դու կեղծ ես, դրանով էլ ավելի վտանգավոր ես եւ ավելի ես ինձ դուր գալիս, երբ որ չէր թաքցնում քո էությունը, քեզ ցույց է տալիս այնպեսին ինչպեսին որ կաս, այսինքն մարդ սպանող, փողոցային գանգստեր էր, մարդ ոչնչացնելու պատվերներ էր տալիս, նույնիսկ սպանեցիր քո սեփական եղբորը Ֆրեդոին։ Հիմա այս ամենը ինչ կապ ունի մեր ասացի հետ։ Տեսեք, Ռաբիզը հիմնականում քննադատում են մարդիկ, ովքեր
քողարկված են պսևդո ինտելեկտուալ ինչ-որ արժեքներով, իբրև թե դա ինչ-որ բարձր արվեստային բոհեմա չէ, ներկայանում թատրոն գնացող, գինի խմող, չիզքեյք ուտող, բայց իրականում բերենք մի օրինակ Mea culpa ներկայացում էր հայտնի Վարամ Սահակյանի ներկայացումը, որը տարիներ, տասնամյակից ավել բեմականացվում էր անդադ ներկայացվում էր ինչով է լավը Թաթուլ Ավոյանի ռաբիս համերգից, որտեղ Թաթուլը բոմ է անում, պարզունակ երկիա երկում, մենակ Mea culpan ինչով է տարբերվում Թաթուլ Հակոբյանի համերգից կամ երկրից։ Իմ համար Թաթուլ Ավոյանի երգերը շատ ավելի արժեքավոր են, քան օրինակ Mea culpa ներկայացումը, բայց վստահ եմ, որ Թաթուլին կամ ռաբիզը քննադատող լիքը մարդիկ Mea culpan սիրում են, գնացել են, մի քանի անգամ են գնացել, ծիծաղել են, ինչ-որ ինտելեկտուալ արժեքներ են քաղել։ Mea culpan ինչի մասն է, հա, ծիծաղալու է։ Ես մի քանի անգամ նայել եմ, նաև գրառումներ ունեմ դրա մասին։ Ծիծաղալու դեմագոգիա է Mea culpan, ոչինչ չասող, իրական Տաթիրայի հետ կապ չունեցող, շատ ավելի ռաբիս, քան Թաթուլի երգերը, բայց քողարկված է ինտելեկտուալիզմի վեհ արժեքների ծխած ծածկույթով, դրանով է քողարկված եւ ինչ-որ ծաղրում է եւ անարգանքի սյունին է գամում ամեն մի մարդկայինը եւ արժևորում է այդ վուլգար հայրենասիրական Mea culpa ներկայացումը Տիգրան Մեծ, հայկական հարց եւ այլն եւ արտնասնելով այդ վուլգար զգացողություններ մարդկանց տանելով դեպի փակուղի այսինքն ունենք ներկայացում Mea culpa որը ծիծաղալու դեմագոգիա է բայց ինքը լավն է, որովհետև քողարկված է լավ հայերենով, քողարկված է ինտելեկտուալ հողումները դեպի Նապոլեոն, Տիգրան Մեծ, Երրորդ Ռեյխ, հողումներ փիլիսոփայությանը եւ հիմա իսկ Թաթուլը ինչա պարզունակ բոմ երգ, որ դա կարելի է ուրախանալ, ապարել, բայց ես ինչի՞ մա Թաթուլը քայքայիչ է, նա չէ, նա լավն է։ Սա երեսպաշտություն է, նա երեսպաշտությունը այն, որ մենք չնկատելու ենք տալիս, որ այդ նույն առաջադեմ շրջանակները, որ հիմա սա օրը թատրոն են գնում, այդ թատրոնը օրինակ ինչով է տարբերվում, թատրոնների մեծ մասը ինչով են տարբերվում սիթքոմից։ Ես հիմա հաճախ եմ գնում թատրոններ, դու սիթքոմ գնացած եմ, ոնց որ Full House սիթքոմի հերթական սերիալներից մեկը նայեմ ուղղակի բեմի վրա։ Եվ հիմա դա ռաբիս չի, դա վուլգար կրքեր չի արտնասնում, իսկ Թաթուլը այդպես որ վուլգար կրքեր է արտնասնում։ Թաթուլը կամ Թաթուլի համերգը եւ ռաբիզը, ռաբիզմի երգիչները այն են ինչ որ կան, չեն քողարկվում պսևդո ինտելեկտուալ, հայրենասիրական, ռազմահայրենասիրական, փիլիսոփայական ինչ-որ վարակույրների հետևում չեն քողարկվում։ Ինքը կա, այն ինչ-որ կա, իր հետերոկային, ռեստորանային բովանդակությամբ, իրանք են պարզ դրա մասին խոսում։ Իսկ այս Mea culpaները կամ մյուս թատրոնները կամ նմանատիպ այլ հաղորդումները, որոնք կան ՀՄԿ-ի եթերում բավականին հաճախ պատահում են, դեմագոգիային դատարկություն, բայց հարուստ հղումներով եւ քողարկված լավ հայերենի եւ ինչ-որ հեղինակությունների ետևում։ Այս առումով արդար չի եւ այստեղ էլի այդ հարցին պատասխանենք ինչ է ազգայինը։ Այդ լիքը մարդիկ այդ լիբերալ ֆաշիզմի անհանդուրժողականության դիրքերից կարծում են, որ ազգայինը միայն Կոմիտասն է, միայն Նժդեհին է, միայն ամենալավն է ազգայինը։
Իրանք եւ այն ինչ որ այս բարձր շրջանակներից դուրս է, այդ վեհ շրջանակներից դուրս է, աղբա թափելու բան է։ Բայց ինչը մենք կարող ենք անվանել ազգային։ Իմ համոզմամբ տվյալ ազգի կյանքի բոլոր ոլորտները ներառող արժեքները վստահաբար կարող են կոչվել, կարող են համարվել ազգային։ Դա ներառում է եւ դրականը եւ բացասականը, եւ դա ներառում է եւ ամենավեհը եւ ամենաստորինը, ամենավատը։ Եվ այս առումով ազգայինը չի կարող լինել միատարր, միայն կոմիտաս, միայն Նեժդեի աֆորիզմներ ավելի ճիշտ, միայն Արամ Խաչատրյան, ազգայինը պետք է լինի բազմազան, եթե ուզում եք այդ ազգային ընդհանրապես լինի եւ լինի արդյունավետ, այս առումով ազգայինն է Ռաբիզը, բայց ինչի չի կարող լինել ազգային։ Ինքը կա տասնամյակներ շարունակ մեր ժողովրդի մեծ մասը դրա պարողն է, մեր ժողովրդի մեծ մասին դա դուր է գալիս, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե չէ, բայց ժողովրդի մեծ մասը դրա պարողն է, ինքը կա։ Այս նույն տրամաբանությամբ ամեն ինչն է ազգային, ինչ որ մեր իրականությունում կա, եւ ռաբիզը, եւ բարբարները, եւ Երևանի ժարգոնը, այս նույն մարդիկ էլ հաճախ հայապահպանությամբ են զբաղվում, են կեղծ հայապահպանությամբ, փրկենք հայերենը, մաքրամաքուր հայերենը, այդ քերականական այդ նացիզմով են զբաղվում, այսինքն խոսակցական հայերենի դեմ պայքարելով, չէ, այն ինչ որ մեր իրականությունում կա, այն ինչ որ մենք ստեղծում ենք, անկախ նրանից դա լավ է թե վատ, անկախ նրանից ինչ որ խմբի դուր է գալի թե չէ, դա ազգային է, այս առումով ռաբիզը լիարժեք ազգային, լիարժեք ազգային է, եւ դա հայերեն լեզվով է, դրա սպառողները հայերն են եւ այստեղ հիմա կգան դիմախոսները, բայց չէ որ դա գողացված է թուրքերից։ Բայց չէ որ դա թուրքական է, չէ որ մուղամա թուրքական է, ոնց կարող ենք մենք վեհը հայերս բազմած Արարատի լանջերին լսենք թուրքական երաժշտություն կամ գողանանք թուրքերից, նախ ես չեմ հասկանում ինչ է նշանակում գողանալ։ 3000 տարուց ավել հայերը եւ թուրքական ցեղերը, թուրքական տարը, հա, այսպես ասենք, դա կազմավորման երկարատև փուլ անցել, այն ինչ որ հիմա մենք անվանում ենք թուրքաց, դրա համար թուրքաց չասենք, ասենք թուրքական տար։ Հազարավոր տարիներ, 1000 տարուց ավել երկու կողքի ապրել ենք, փոխանակվել ենք տարատեսակ արժեքներով, փոխանակվել ենք ինֆորմացիայով, իրար պատերազմել ենք, առևտուր ենք արել, բայց ամենակարևորը մշակույթի համար, որ փոխանակվել ենք ինֆորմացիայով, այսինքն փոխադարձ ազդեցություն ենք ունեցել։ Իրանք հայերենը մեծապես ազդել է թուրքերենի վրա, թուրքերենը որոշակի ազդեցություն է ունեցել նաև հայերենի վրա, հայերենում կան թուրքական ծագման բառեր, թուրքերենում կան հայերեն բառեր, ունենք ընդհանուր երգեր, ընդհանուր խոհանոց եւ ընդհանուր անցյալ։ Ունենք ընդհանուր անցյալ, որն է Օսմանյան կայսրությունը, միջև ցեղասպանությունը։ Եվ սա պետք է հասկանալ, եւ սա մենք չենք կարող ջնջել, թափել, մտածել, որ ամեն մի թուրքականը մեր միջավայրում կարող է լինել մերժելի։ Ինչ պատմական կա նրա մեջ, որ հայկական կյանքի այս կամ այն ոլորտի վրա որոշակի մշակութային ազդեցություն կարող ունենալ թուրքական շերտը, ինչ պատման կա։ Այդ նույն տրամաբանությամբ մեր վրա մեծապես ազդեցություն ունեցել բյուզանդական իրականությունը, հռոմեական, իրանական, մուսուլմանական ընդհանուր առմամբ, արևմտյան, լատինական, ռուսական եւ միգուցե հենց մեր հարստությունը այս բազմազանության մեջ է, որովհետեւ այդ հայտնի միտք կա, չէ՞, եթե չեմ սխալվում Ռաֆինը ամդ գերենակացում հայերը ինչով են հանճարակ, որ կարողանում են աշխարհից վերցնել տարբեր արժեքներ եւ այնպես աղավաղել, որ ու դարձնել անճանաչելի։ Այսինքն մշակույթը կամ ազգային մշակույթը մենայն չի, որ դու ես ստեղծում, այդպիսի մշակույթ չի կարող գոյությունալ, դա դառնա շփ փակ համակարգ, որ ինքն իրան պետք է գնա կմեռնի, ինքնասպանություն կգործի, մշակույթը, զարգացող մշակույթը պետք է շփվի արտաքին աշխարհի հետ տա արժեքներ եւ վերջնի արժեքներ։
Եվ մենք հիմա այս առումով լիքը արժեքներ վերցրել ենք, տեղայնացրել ենք եւ ալդենացրել ենք։ Այս առումով նույն մուղամը, նույն թուրքական ցակման այդ ռաբիզը, ես իհարկե վստահ եմ, որ բոլորն են թուրքական ցակման։ Մենք վերցրել ենք, դարձրել ենք հայկական, տեղայնացրել ենք, ալդենացրել ենք, հարմարացրել ենք մեր կյանքի պայմաններին եւ անհրաժեշտության, ինչը շատ բնական է։ Ինչը շատ բնական է, ինչը պատահում է բոլոր մշակույթների հետ, բոլոր քաղաքակրթությունների հետ, առանց սրա կյանքը չի լինի։ Եվ այս առումով ես չեմ ընդունում այդ ցածրացնել, հա, ստվերել մեր մշակույթի արաբա-մուսուլմանական, թուրքական, իրանական շերտը դա ներկայացնելով որպես մերժելի, զզվելի ինչ-որ ցածր բան եւ ընդհակառակը, հա, բարձրացնել, վեհացնել այն ինչ-որ եկել է արևմուտքից, Եվրոպայից կամ հյուսիսից, Ռուսաստանից։ Այդպես չի լինում, այդպես չի կարելի անել։ Մենք հանցագործություն ենք գործում մեր ինքնության նկատմամբ, մեր պատմության նկատմամբ եւ ինչ ենք անում, ամենավատը որն է, փորձում ենք այդ կեղծ հայրենասիրությամբ, լիբերալ ֆաշիզմի դիրքերից մեր մեջ մերժել արևելքը, բայց մենք նաեւ արևելքի ժողովուրդ ենք։ Մենք արևելքի ժողովուրդ ենք նաև, մենք հիբրիդ ենք արևելքի եւ արևմուտքի, եվրոպականի եւ արևելյանի հիբրիդ ենք, մենք խառնուրդ ենք եւ որքան էլ մենք մեզ համարենք քրիստոնեական եվրոպական ժողովուրդ, բայց նաև չպետք է մոռանանք, որ մենք քրիստոնյա արևելքի ներկայացուցիչ ենք, նաև մեր մեջ կա արևելքը, մենք մեծապես կրում ենք իրանական աշխարհի ազդեցությունը, բյուզանդական ազդեցությունը, թուրքական, արաբական եւ դա շատ նորմալ է, դա կա մեր կյանքի տարբեր ոլորտներում, մեր ճարտարապետության մեջ, երաժշտության մեջ, այդ նույն Սայաթնովայի երգերը, որտեղ լսում ենք, վերհասնում ենք մյուս գուսանների, աշուղների։ Բառերի կեսը թուրքերեն է, բառերի կեսը ֆարսիով է։ Ինչ ասես կա, բայց դա շատ նորմալ է։ Մենք չենք կարող մեր մեջ մերժել արևելքը մեզ այստեղ երևակայենք որպես վեհ քաղաքակրթություն, վեհ զանգված, թուրքերն ուղղակի բան, տենց ինչ-որ տարեր են, ինչ-որ զզվելի ցեղեն են, ոչխարներ են, ոչխար պահող, տենց հիմա եկել են, մեր հայրենիքին տիրացել են, ու իրանք ամենակարևորը էլի մեր վերաբերմունքի առանձնահատկությունը։ Իրանք ինչ-որ ժամանակավոր եւ ժամանակավորը պտար են այստեղ, եկել են ու կգնան։ Ինքն այդպես չի լինի, մենք ապրում ենք այս տարածաշրջանում շրջապատված թուրքերով, Իրանով, մուսուլմանական իրականությամբ, վերևում Ռուսաստանը, մի քիչ ավելի ներքև Վրաստանը, եւ այս չեն կարող մեկուսացած ապրել։ Ես քաղաքական մեկուսացվածության մասին չեմ խոսում, Ղարաբաղի նկատմամբ կարող ենք վերաբերմունք ունենալ, հայ-թուրքական սահմանակահողը երբեք չբացվել։ Այս ամեն ինչը չպետք է առնչվի մշակութային համակարգերի հետ։ Այս ամեն ինչին այդ հիվանդագին կեղծ հայրենասիրության հայացքով մենք չպետք է նայենք։ Մենք պետք է զգանք լիարժեք, որ այս տարածաշրջանի բնակիչ ենք մենք։ Ամուր ոտքերներս դնենք հողի վրա, հաստատուն կերպով, որպեսզի կարողանանք մեր հայրենիքում ապրել։ Այլ ոչ այստեղ այս տարածաշրջանում ինքնին Բելգիա երևակայենք, իբրև թե մենք բանը մեր մի հարևանը Ֆրանսիան է, այն մյուս հարևանը Գերմանիան է, դες կարող խաղաղ ապրենք։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ ժամանակին Ֆրանսիա եւ Գերմանիայի մեջտեղ ապրելը եւ ավելի վտանգավոր էր, քան Թուրքիայի եւ Ռուսաստանի մեջտեղ ապրելը։ Ինչ եմ ուզում ասել, մեր մշակույթի մեջ առկա թուրքական շերտը, մեր մշակույթի մեջ առկա արևելքը եւ մեր մեջ ապրող արևելքը մենք չենք կարող մերժել եւ այս առումով ընդհանրապես ընդունելի չի ռաբիզը թիրախավորել իբրև թե թուրքական իրականությունից գողացված լինելու այդ մեղադրանքով, սա շատ տհաճ, շատ կիսագրագետ, հակագիտական մեղադրանք անկախ նրանից մենք այդ երաժշտությունը սիրում ենք թե չէ, բայց այդ երաժշտությունը չի կարելի մերժել նրա համար, որ ինքը կարող է ունենալ թուրքական արմատներ։ Ես ասում եմ, ոչ բոլորը ունեն թուրքական արմատներ, սովետի ժամանակ շատ մշակութային խմորումներ եղել եւ ի վերջո այդ մի բան ասեմ, կարող է շատ վիճարկել լինի, այն վեհ զանգվածը փոքրամասնությունը, այդ ագրեսիվ փոքրամասնությունը, որը կուտակված է նաեւ Facebook-ում, բնակչության մեծ մասին մեղադրում է տգիտության մեջ, ռաբիս լինելու, քյարթու լինելու մեջ, բայց ես ասեմ, էլի, այս երկրի ամբողջ ծանրությունը այդ ռաբիս, քյարթու
մեծամասնության վրա պատրաստի ժամանակ զոհում են իրենք, բանակ զորակոչվում են իրենք, գլխավոր տուգանքի մատերիալը իրանք են, այս երկիրը իրանք են պահում։ Ու հիմա ինչ-որ այդպես ձև տված պսևդոինտելեկտուալներ, ռաբիս, կիսագրագետ, ես ուղղակի ապշած եմ, էլի, ու բայց ինչ են անում իրանք։ Դե հա ընդունված կարծիքը, որ հասարակությունների շարժիչ ուժերը միշտ լինում են այդ փոքրամասնությունները։ Դա այդպես է, 3%-ն է արժեք ստեղծողը, գիտություն ստեղծողը, մշակույթ ստեղծողը, արվեստ ստեղծողը, դա այդպես է։ Բայց ինչ են սրանք ստեղծում։ Այսքան տարի ինչ են ստեղծել, կեղծ հայրենասիրական լոզունգներն են ստեղծել։ Կեղծ հայրենասիրական կամ էլ տեխնոազգայնական, հետո այսինքն պետության ամբողջ բովանդակությունը մերժող, Հայաստանի բնական պայմանները, Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունները անտեսող ինչ-որ կիսագրագետ լոզունգներ են ստեղծել, հողում անելով չլինի ինչ-որ մեր եկված գիրք են, անգլերեն կարդացել ու ձեռները կրակն են ընկել, սա որ անգլերեն են խոսում, անգլերեն բառերով, ու վիճիցելի էս բան ժողովուրդն չի հասկանում, իմ համոզմամբ Հայաստանում անոմալիա է տեղի ունեցել։ Մեծամասնությունը ռաբիսկի արդյունքում մեծամասնությունը ավելի ռացիոնալ է, ավելի adekvat է, քան այս մեծամասնությունը, այս ագրեսիվ պսևդոինտելեկտուալ փոքրամասնությունը, այս սիլիկոնյան հովիտ ստեղծող, Հայաստանը սիլիկոնյան հովիտ դարձնող, Կուր Արաքսյան հանրապետություն կերտող ագրեսիվ փոքրամասնությունը, որոնք նաև զզվում են այդ մեծամասնությունից։ Եվ կա Ալեքսանդր Գերցենի այդ հայտնի ստեղծագործությունը կտովի նավակ։ Եվ դա իսկապես այդ արժեքավոր ստեղծագործությունը խորհուրդ կտամ կարդալ։ Այդ գլխավոր հերոսը Եվրոպայից գալիս է եւ փորձում է Եվրոպայում տեսածը եւ կարդացածը ֆրանսիական ժողովրդավարական իրականությունում ֆրանսիական հեղափոխականության տոգորված այդ բաները արժեքները տարածել Ռուսաստանում եւ ինքը ֆիքսում է որ չեն հասկանում իրան ինքը չի հասկանում ռուսաստանցի ռուս բայցկանների լեզուն չի հասկանում սրանք էլ իրեն չեն հասկանում ու ինչ որ անդունդա ձևավորվում հիմա այս նույն անդունդը Գերսենի նկարագրած ձևավորվել է նաեւ մեր պսևդոինտելեկտուալ զանգվածների եւ ռաբիզմ մեծամասնության միջև եւ սրանք իրար չեն ճանաչում եւ սա իսկապես ողբերգություն է եւ այս հարցին պետք է ինձ թվում է շատ լուրջ վերաբերվել երբ որ քանի որ երբ լինում է այս անդունդը նահիշիկ Տուրգենևին ի հայտ են գալիս եւ բազարները հա ցինիկ ամեն ինչ մերժող լավ բազարները ռուս գրականությունը դնենք մի կողմ այս առումով այդ համապոպենք ռաբիզը մերժելի չի ռաբիզը նաեւ ազգային է ամեն ինչ պետք է ունենա իր տեղը եւ ամեն ինչ պետք է դասավորվի ըստ իր ընդհանրակների համապատասխանաբար ոչ իման այն ինչ որ կա այն ինչ որ լեգիտիմ է արդեն դա չի կարելի մերժել ու ասել դա թուրքական է չի ինչա զիբիլ է ինչա բայց ամեն ինչ պետք է իր դերը եւ նշանակություն ունենա կոմիտասը իր տեղում կոմիտասի տեղը որն է ամենագագաթուն այս ռաբիզ երաժշտությունը վետերոկային համով անուշ երաժշտությունը իր տեղը պետք է ունենա Սայաթնովան իր տեղը պետք է ունենա պետականը ազգայինը ժողովրդականը այսինքն դրանք պետք է գոյություն ունենան միևնույն տարածությունում միասնաբար եւ միևնույն ժամանակ անջրպետված իրար հետ չխառնված հաշտ համերաշտ եւ ինչու՞ չէ նաեւ կոնֆլիկտի մեջ բայց այն կոնֆլիկտի մասին չի ինչ որ մասին չի խոսքի ինչ որ նկարագրեցի կոնֆլիկտ ավելի շատ մշակութաբանական առումով լավ ինչևից է սրա մասին եմ ուզում խոսել շնորհակալ եմ հետևելու համար շնորհակալ եմ մեկնաբանությունների հավանումների համար
Կհանդիպենք, լավ եղեք։